Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներ գրում են, որ ՔՊ-ի եւ վարչապետի վարկանիշը պատմականացածում է եւ դրան զուգահեռ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ինչպես կմեկնաբանեք։ Լավ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խաբկանք է, թող իրանք իրան ցույց տան, այո, կարող է մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճոյանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, չի մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու է այն բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական, որ չընդհատես կիմանաս, որ չընդհատեք նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում մեզ, նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Այդ մեկ, երկրորդը, այդ մեկ, մեր ընդդիմախոսը ամենամեծ մենք ենք։ Մենք։ Չէ, հիմա որ Մի հատ երկրորդն էլ ասեմ, էլի։ Մի հատ երկրորդն ասեմ։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանը նորից եմ։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը որ մենք արել ենք, այն ամեն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում, տանելու ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքի վրա։ Ես դրա մեջ վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞ էլի ընդհանրապես եմ ասում, գրում ասում չէ։ Ես ամեն օր ոդկով իջնում եմ։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախնիների վերադարձը երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա։ Բ. Ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տերը ինքն է։ Ինքը կարողանալու է գնափոխի։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել ու չի լինելու, շորք հարցերն էլ չեմ պատասխանելու։ Եվ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատակցի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի, ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում, շատ լավ գիտի։ Գարնեն հարցը, ստոպ, չէ, բաներ հարցնում, ով է հիմնական ընդդիմախոսը։ Չէ, 21 թվի ձեր քարտ, այսպես ասած, խաղաղության պայմանագիրն էր, որ խաղաղությունը 21 թվի որոշիչ խոսները պատերազմի կուսակցությունն էին, այո, ասեցի չխոսես, խաղաղության գործընթաց, այսքան խաղաղություն բերելու։ Հիմա եթե 26 թվին ամեն դեպքում Ալիևը չհամաձայնի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, ո՞րն է լինելու ձեր այսպես նախ ես ձեր հետ չեմ համաձայնվի 21 թվականի ընտրությունների արդյունքի հետ կապված։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միթինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջ այդ պետականության կորուստը, որը Հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այտենց այդ բաները գարան դեմքերը հակած,
փորձում են մարդկանց խափել։ Մեկ։ Բայց կլինի հիմա օկուպացված տարածքներից խոսամ, թե առաջի հարցին խոսամ։ Կարամ են մնացածից խոսամ։ Այդ դրան են կգա, դրա մասին ենք խոսում։ Կարոն ջան, կլինի պատասխանեմ հարցից։ Չպատասխանեմ հարցից։ Գիտես որ պետականության կորուստը, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացնել Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարեին, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Armentel-ը, ռուս գազի տրուբեն չպետք է տանք ուրիշին եւ ասենք դե այդ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրը նա որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում ենք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ։ Այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը Փարայղ բառ այն մանկուրտները հայկական ազգանուններով որ ասում են դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա Ռուսաստանը կտխրի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա այն դեպուտատները իրանց որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի իմ անունն են տալիս որոնք ընտրված են արա այդ երկրի ընտրված իշխանությունն է դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուրները չի գա, մեր ժողովրդի դուրս կգանա 2026 թվականին ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում է, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Ես մեղ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում։ Ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ, հաճախ ավելի լավ, քան ին մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով եմ, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար սանդղակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես այդ դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղ ինձ չի սիրի, մյուսը ինձ չի սիրի, այն մյուսը իմ մասին վատ բան կասի կամ իմ գլխին մի բան կսարքեն, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը։ Ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ այսրա մասին եմ գնալու խոսամ բայց այդ թուրքերն ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք անկախության անենց ուրախ եմ որ դու ստեղ ես ու անդիմադիր լրագրող ես այնց հաճիկով եմ պատասխանում չեմ ասում ռուսները ասում եմ հայերը դա ինչի մասին Կարինջան լսի մենք 2021 թվականը ասեցիր 2020 թվականից սկսած պատերազմից սկսած ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հերոստալիքները խոսում են նրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմ ենք ունենալու, երրորդ պատերազմ ենք ունենալու, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին են։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ, ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այդ մարդը, որը պոտենցիալ կարա հարցակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարցակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումների, այդ սահմանազատումը, բանը Տավուշը հանուն
հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասելա հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալել եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կարողանալու բանակցի, 17 կետի շուրջ է բանակցել, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիկ վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից սենց պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը, ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մատորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրելու։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանին։ Այդ որ տարբեր տեղեր, էլ 90-ականներից սկսած, այդ գիծը այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չես ժպտում։ Արի ես կողմերից չեմ։